քարոզությունը իրականացնել է, որ ձեր մասին դա խոսել, ասել դուք դատավոր եք, անձնական շահագրգռվածություն եք ունեցել, արտարադատությունը ճիշտ ժամանակին կայացնելու, դա բան է, դա սխալ է։ Այս հետ մեղադրանքով ձեզ չէ, դուք դատավոր եք, արդեն նախին դատավարական կարգով, երբ որ վերանայված չի։ Հետևաբար, նախագահի կողմից ընդունված նորմատիվ ակտի ճիշտ կամ սխալ լինելը դատավարական կարգով երբեք ոչ մի հանգամանքում ենթակա չի քննարկման։ Դա ուղիղ բացառվում է հենց այդ հոդվածը, որ դուք ցիտեցիք, պաշտպանավարումից առաջ, հետո։ Դա ոչ միայն Ռոբերտ Քոչարյանին որպես ֆիզիկական հաստատած իրավունք է, դա Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգն է, որ դատախազությունը չմտնի են դաշտ, որտեղ չպետք է մտնի։ Քննչական մարմինները չմտնեն են դաշտ, այդտեղ արդեն իրենց լիգայից բարձր լիգա է, իրենց առաջին լիգայում են խաղացած, վեճի լիգայում են իրար։ Կա ազգային ժողով, կա սահմանադրական դատարան, եւ դա իրենց դիրույթում է։ Երբ որ վեճի լիգայից իջնում է, շատ ուծող հայեր են բանում, գերագույն լիգայից բարձր իջնում է արդեն առաջին լիգայում կարանք նորմին, բայց դա այնտեղ խաղը չի եղել, հենց դրա մասին է խնդիրը։ Ամեն դեպքում ակիր դատարան դուք եք որոշով եք պարզավորում մեջ ու որոշեք, բայց ծրծիրը հենց դրա մեջ է։ Ես հարց չեմ բարձրացնում, որ անձեռնամխելիությունը մենակ սահմանադրական դատարանը կարող է դատել։ Ես ասում եմ նախագահի նորմատիվ ակտը իրավաչափ է, թե իրավաչափ չի, քննադատական կարգով քննարկման ենթակա չի։ Սա բան է, անհատական ակտ չեն քննարկում, չեն քննարկում ինչ-որ մեկին արտոնություն կարող խնդրի, որ դրա մեղադրանքում տրված չի այդ ակտի ընդունման ինչ-որ այլ նախադրյալ է, ուղղակի գրած է, ընդունել է ակտ, որը չի բխում սահմանադրությունից, այդպես ասում բխում է։ Իսկ արդյոք դուք եք այն դատարանը ասում եք, թե չի բխում դատարանը։ Ոչ, ձեր դեպքում չի, ինձ եք թվում, սահմանադրական մարմինների խնդիր է։ Դուք եք հացի պատասխանեք, դուրս եք գալու ձեր վերաբերությունների շրջանակից, հենց այդ ամբողջ ընդ որում բխում է, թե չի բխում, մի անգամ արդեն ունեցել ենք ազգային ժողովը առաքություն չի վերացել այդ արտակարգությունը չեղարկելու վերաբերյալ, այսինքն օրենսդրական կողմերը վերաբերյալ։